Այստեղ շատ խոսում են, գիտեք, մենք էլ երբեմն տրվում ենք ընդդիմության նետած ձևակերպումներից։ Այստեղ խոսում են, որ Հայաստանի մեր վրայով բալիստիկ հրթիռներ են թռնում, մենք էլ Հայաստանի վրայով ոչ մի բալիստիկ հրթիռ չի թռնում, ընդհակառակը Հայաստանի վրայով թռնում են օդանավեր այն քանակության, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի թռել, բայց ես չեմ ուզում սա ներկայացնել որպես հաջողության պատմություն այս տրամաբանությամբ, բայց ուզում եմ ճշգրտել, որ մեր վրայով բալիստիկ հրթիռներ չեն թռնում, եւ ես ուզում եմ ուրիշ բան ասել ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը արդեն 7 տարի զբաղեցնող մարդ։ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջազգային իրադրություններին եւ իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է այսօր։ Եվ դրա ամենակարևոր արտահայտությունը այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։ Այո, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների եւ մեր վիճակի կարգավորումը եւ մեր միջազգային հեղինակության աներկբա եւ աննախադեպ բարձրացումը։ Էլ եմ ասում, մենք շատ պարզ ենք նայում դրան, որովհետև արդեն դրանք իրողություններ են։ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է համաշխարհային մակարդակի երկու կարևորագույն իրադարձություններ՝ եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը եւ կենսաբազմազանության COP17 համաժողովը։ Սրանք պատահական չեն եւ սրանք հաջողության պատմության ֆիզիկական արտահայտություններն են։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։